արագ է, անվտանգ ու գեղեցիկ։ Բարձր գին, Հայաստանում սպասարկման բարդություններ, արժեքի և գործառույթի անհամաչափություն։ «2024-ին ներքին գործերի նախարարությունը 67 հատ Volvo EX40 էլեկտրամոբիլ է գնել, յուրաքանչյուրն ավելի քան 19 միլիոն դրամով։ Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության պարեկային ծառայության կարիքների համար 2024 թվականի հունիսի 4-ին 67 ունիվերսալ թափքով մեքենաների գնման ընթացակարգ է հայտարարվել ԵԱՃ գնման ձևով, սակայն մասնակցի կողմից ներկայացված սխալ գնային առաջարկի պատճառով ընթացակարգը համարվել է չկայացած։ 2024 թվականի օգոստոսի 6-ին հայտարարվել է էլեկտրոնային աճուրդի գնման ձևով, սակայն մասնակցի կողմից ներկայացված սխալ բանկային երաշխիքի պատճառով ընթացակարգը համարվել է չկայացած։ Նախարարությունը ստիպված մեկ անձից գնման եղանակին է անցել, սակայն պետական գնումների մասնագետները չեն շտապում ողջունել այս գործարքները, նշում են կոռուպցիոն ռիսկերի, գնային անհամաչափության և բացակա մրցակցության մասին։ Մեր պետական մարմինների եւ այդ գնում կատարող պատվիրատուների զգալի մասը գնումների օրենսդրությանը շատ թեթև են մոտենում, գնումների օրենսդրության կանոններին խիստ չեն հետևում եւ մասնավորապես գնումների օրենսդրությունը մի տեսակ ինքը կազմված է այլ տրամաբանությամբ, իսկ կիրառվում է այլ տրամաբանությամբ։ Իրեն շուռ են տվել գլխի վրա։ Նախարարությունից մեր հարցմանն ի պատասխան նշում են, որ հնարավոր չէր սպասել նորից մրցույթ անցկացնելու համար։ Պարեկային ծառայողների դասընթացները մոտենում էին ավարտին։ Քյուրումյանի խոսքով, սա ոչ ճիշտ պլանավորման հետևանք է։ Ավտոմեքենաները ձեռք են բերվել Ավանգարդ ՍՊ-ից, ինչու նախարարությունից են արձագանքում։ Ավանգարդ սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հետ պայմանագիր է կնքվել, քանի որ վերջինս մասնակցել է Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության համապատասխան ծածկագրով գնման ընթացակարգերին։ Իսկ ում և ինչու էր պետք Volvo դասի մեքենա, երբ շուկայում կան ոչ պակաս անվտանգ, բայց զգալիորեն մատչելի այլընտրանքներ։ Արհեստական բանականությունն օրինակ Volvo EX40-ի փոխարեն առաջարկում է էլեկտրամոբիլի երկու տարբերակ, ասում է ոչ միայն չեն զիջում, այլև ավելի հարմար են Հայաստանի համար։ Volvo EX40-ի այլընտրանք էլեկտրամոբիլների առաջին հորիզոնականը Kia EV6-ն է։ Ունի սուպեր արագ լիցքավորման հնարավորություն, հզոր է, տեխնոլոգիապես նորագույն, ժամանակակից դիզայն, անվտանգություն գրեթե Volvo-ի մակարդակին։ Ձեռք բերված մեքենայից էժան է ավելի քան 3 միլիոնով։ Երկրորդ հորիզոնականում Škoda Enyaq iV-ն է։ Volkswagen Group-ի արտադրանք է, վստահելիություն եվրոպական փորձով, ավելի ընդարձակ, հարմարավետ, գինն էլ մատչելի, պրեմիում տեսքի և որակի համեմատ։ Volvo EX40-ից էժան է շուրջ 4 միլիոն դրամով։ Եթե գնումը միայն բիզնես իմիջի և անվտանգության վրա է հիմնված, ապա Volvo EX40-ը կարող է արդարացվել, բայց եթե կարևոր է խնայելը, սպասարկման հնարավորություններն ու հարմարավետությունը, ապա վստահաբար շուկայում կան ավելի խելամիտ տարբերակներ, ավելի մատչելի գնով։ Գնումների հետ կապված միշտ խնդիր ունեցել ենք ու շատ-շատերը միշտ պայմանավորել են դա օրենքի անկատարությամբ, ինչի արդյունքում մենք 4 տարբեր օրենքներ ենք ունեցել։ Այ հիմա գործող օրենքը 4-րդն է, այսինքն դրել են 0-ից նոր օրենք են գրել, բայց փորձը վկայում է, որ խնդիրը օրենքի հետ չի կապված, այլ ավելի շատ կիրարկման հետ է կապված եւ իհարկե հույս կար, որ 18 թվականից հետո իրավիճակը փոխվելու է, ավելի ռազմավարական, ավելի ծրագրավորված մոտեցում ցուցաբերվելու, սակայն իրավիճակը ոչ միայն չլավացավ, այլ կարելի է նույնիսկ ասել վատացավ, որովհետև գնումների ծավալները շատ մեծացել են։ 2024-ին էլեկտրոնային աճուրդով էլեկտրամեքենաներ է ձեռք բերել նաև քննչական կոմիտեն։ 10 հատ էլեկտրական մեքենաների համար նախորդ տարվա պետական բյուջեից հատկացվել է 150 միլիոն ՀՀ դրամ։ Կոմիտեի գնումների անվանացանկում յուրաքանչյուր ավտոմեքենայի համար նախահաշվարկային գին է սահմանվել 15 միլիոն ՀՀ դրամը։ Հայաստանի ներքին գործերի նախարարության պարեկային ծառայությունն ընդհանուր ծախսել է շուրջ 1 միլիարդ 316 միլիոն 550 հազար դրամ 67 հատ Volvo EX40 էլեկտրամոբիլ ձեռք բերելու համար։ Այսինքն, ներքին գործերի նախարարության գնման ընթացքում նկատվում է շուրջ 30%-ով ավելի թանկ 1 միավոր գին, ինչն էլ ըստ մասնագետների պարունակում է կոռուպցիոն ռիսկի նշույլներ։
Volvo-ն եկել է գուցե հենց այդ գնով։ Անի Աբաղյան, Գառնիկ Նահապետյան, Արև Ավագյան, ABC Media։